Սարգիս Զեյթելյան գումիդեության քաղաքապարական խաչմերուկ հայդակրեն գողջունենք մեր սելի ագնտիրները եւ այսօր բադիվը ունենք հյուրընկալելու Կանադայի հայոց թեմի առաջնորդ Քերաշնոր Դեր Փափկեն arczepiskopos Չարյանը Սրբազան հետ զրուցելու համար հայոց ցեղասպանության նյութը զանազան այժմիական նյութեր եւ ինչպես նաեւ իր հերինագած քիրքերեն մեկը Աստված օգնական Սրբազանար Աստված բաղաբան Սրբազանար պատմական օրեն եթե մոտենանք ցեղասպանության հարցին եւ նկատի առնելով որ դուք վդարանտի գաթողիկոսությանը աբակա հոգեվոր ծառայոն է գիլիկիո գաթողիկոսության այս բարակային արդյոք գրնակ մեզի հագիրճ կերպով ներկայացնել որ ցեղասպանության ժամանակ գիլիկիո գաթողիկոսությունը ինչ դեր ունեցած է քաղաքտականներու հավաքման, քաղաքտականներու ուղղություն տալուն եւ հետ ցեղասպանության հայկական քաղաքները գազմելու մեջ։ Նախ պետք է հայոց ցեղասպանության հարցը թիդել պատմական իր բրիսմագի մեջ։ Բնականորեն սիսը ախտամարը գաթողիկոսություններ եւ բادرիարքություններ այդ ժամանակ բնականորեն գկարավարեին 72 թեմեր ավելի քան 2200 եկեղեցիներ կգործեին սա մեծ թիվ է եւ ավելի քան թերևս 3000 եկեղեցականներ կգործեին տեսեք մենք pedagogiություն չունենք եւ այդ pedagogiության բացակայության եկեղեցին իր մեծ թեր ունեցավ հայ հոգևորականը իր յուրահատուկ թեր ունեցավ ոչ միայն հայ հոգևորականը քարոզիչ էր ուսուցիչ էր թաստիարակեր ամեն ինչ էր հայ հոգևորականը նաեւ մեր ժողովրդի ինքնուրույն թիմակիցի պահպանման եւ նաեւ մեր ժողովրդի արժանապատվության համար բայկարողներ առաջին քիծի վրա եւ այդ առումով էր որ Օսմանյան այդ օրերու գերաբեդության դակ բնականորեն հարվածը դրվեցավ առաջին հերթին հայ հոգևորականության եւ առաջին նահատակը աշխարհական եւ հոգևորական թասի մեջ հոգևորականներ առաջին նահատակ հոգևորականը Սահակ Ձարակյուն վարդապետ Օդաբաշյանն էր որ առաջնորդական իր ճաշտոնը ստանցնելու գերտար ճանապարհին իր գարավանին հետ միասին կսպաննվի ոչ թե քողության համար այլ ուղագի նպատակով բնականորեն մեծ մասը արմաշականներ էին այդ օրերուն քիդուն զարգացած նույնիսկ Եվրոպա եւ Ամերիկա ուսանած հոգեվորականներ էին եւ մեծ մասը եպիսկոպոս, առաջնորդ, վարդապետ, քահանա չխնայեցին եւ իրապես հարվածը շատ մեծ էր եւ անոր համար ես իմ վարդապետական իբրև ավարտաճար ընդրեցի այս նյութը հայ հոգևորականության դուրքը մեծ եղերնին ցեղասպանության այսօր եթե մենք հաշվենք երկու գաթողիկոսական աթոռներ երկու բادرիարքական աթոռներ թեմեր եկեղեցիներ այսօր մենք աշխարհի մեջ Հայաստանեն մինչև Սփյուռք քանի հոգևորական ունենք եթե հաշվենք կտեսնեք մեծ չէ տիվը այդ օրերուն ավելի քան 3000 մենք նահատակ հոգևորականներ ունեցանք ոչ թե միայն արաքելական այլ նաև կաթոլիկ եփոխական նաև եկեղեցիներեն նահատակ հոգևորականներ ունեցանք անշուշտ ես իմ ավարտաճարիս մեջ ունիմ ցանկը արաքելական կաթոլիկ եւ փոխական հոգևորական դասին նահատակ հոգևորականներուն բայց անշուշտ ամբողջական չէ այնինչ որ գրծած եմ գտնել
այլապես շատ ավելի մեծ է թիվը։ Ես 1500 անուն կդածեմ, բայց ավելի քան 3000 է։ Նաև 10 հոգևորականներ արածեմ առաջնորդ եպիսկոպոս կամ վարդապետ կամ քահանա, որոնք իրապես թե իբրև առաջնորդ, իբրև հոգևորական, իբրև ղեկավար, բայց մանավանդ նաև մտավորական անձնավորություններ, որոնք նաև քրագանություն ցկած են, անոնք որոնք նաև դաստիարակ եղած են, ուսուցիչ եղած են, ղեկավար եղած են, անոնց մասին է որ 10 հիմնական անուններ նահատակ հոգևորականներ անչադածեմ եւ անոնց մասին է որ խոսածեմ թե ինչպես եւ ինչ պայմաններու տակ անոնք նահատակված են։ Հիմա բնականորեն Գիլիգիո Գաթողիկոսությունը սիսի աթորեն հետակային իր հայրաբեդի հետ միասին քաղաքական իր ծուբծերին դուրս եկավ իր բաբենական հողերեն եւ Սուրիա եւ Աբալիփանան իր գայքը հաստատեց Գաթողիկոսությունը իր հիմը դրավ որփանոցի այսպես գարույցի վրա որ հետո դարձավ իրապես սպիրկի հոգևոր այսպես կետրոնը Գիլիգիո Գաթողիկոսությունը սկսավ իր առաքելությունը հետսեդե ընդարձակել հասնել իր ժողովրդի զավակներուն հոգևոր գարիկներուն քաղաքականները որփանոցներու մեջ որփերը հասավ դեր կանգնեցավ իր թևերուն տակ արավ եւ ուղղորդեց քրիստոնեական դաստիարակություն հայեցի կրթություն սպյուրքը սկսավ գազմագերբվել հայրենակցական միությունները բահվեցան դպրոցներու շինությունը հետսեդե ավելի թափ արավ եւ եկեղեցի եւ դպրոց եւ գետրոն եւ ագումբ այս բոլորը միասին սպիրկի մեջ մեր ժողովուրդը բահեց իր ինքնուրույն թիմակիցը բահեց գրցանք մեր լեզուն բահել մեր ավանդությունները բահել եւ այդպես շարունակել մեր ցանկը մեր քույությունը եւ վաղվան քույության երաշխիքը ապավել Սրբազան հայր խոսելով ծեր քիրքին մասին ավելիով հայ հոգևորականներու գորուստը մեծ եղերնին որ 2005-ին տպված է Անտիլիասի մեջ Արդյոք կարելի է ավելյալ դերակցություններ դա քիրքին մասին ծեր արխիվները ինչ արխիվներ օգտագործած եք մանավանդ որ այս օրերուն զանազան մագարտակներով վրա գլսենք որ արխիվներ ցույց տվեք եւ այլն Նախ այդ արխիվները ցույց տվեքի գաբակցությամբ նախ այդ մասին արարգություն ընել կամ վիճելը անիմաստ է Ինչի մասին է խոսքը, ինչ արխիվի կամ ինչ փաստաթուղթեր այսօր եթե մենք օրդար տեսփանադուններ երթանք Գերմանիա, Ամերիկա, Եվրոպա այլ հսկայական արխիվներ կան, Վատիկան կացեք, հսկայական արխիվներ կան, անշուշտ ես երբ իմ ավարտաճարս գրեցի, ես առավելապար թեոտիկը օգտագործեցի իբրև ագանադեսի վգա իբրև զգստնախբյուր, բայց նաև թերթեր եւ նաև մամուլ եւ բնականորեն հայրենակցական միություններու կողմէ դպված այդ քրքերը պատմության փորձեցի այնտեղն օգտվել գտնել անումը նահատակ հոգևորականի եւ այլ հոգևորականներու մասին թե ինչպիսի նահատակություն ունեցան ինչպես նահատակվեցան ամենեն վայրակ անխիջ եւ ամարտկային վերաբերմունքի արժանացան հիմա մենք ինչի մասին կխոսենք ինչ պատահած է ինչ փաստաթուղթի մասին այսօր մենք անցած ենք այդ շրջանները հայոց ցեղասպանության մասին խոսիլը սագարգելի նույն չէ ընդհանրակը մենք այսօր
ոչ թե միայն բայկարը գշարունակենք, մենք 50-ամյակեն հետո արդեն մորցանք, որովհետև մեզի համար այլևս սուքի առիթ չէ, ողբի եւ լացի առիթ չէ, այլ բայկարի, մեր բանջարական բայկարը շարունակելու։ Բոլոր մագարտակներու վրա մեր բայկարը շարունակելու։ Այսօր մենք անցած ենք, այսօր մենք բանջարեր ենք եւ այդ բանջարության հադուցման բայկարը պետք է շարունակենք։ Բոլոր մագարտակներու վրա եւ ամենտեղ։ Եվ այսօրվա մեր նոր սերունդին այս գիտակցությունը պետք է փոխանցենք, այս գիտակցությամբ պետք է մեծնան։ Փառք Աստծո, այսօր մենք երիտասարդություն ունենք, ուսումնադենջ, շրջանավարտներ, տարբեր համալսարաններ, օրենքներ հասկացող, տարբեր փեմերու եւ տարբեր սենյակներու մեջ կորձող հնարավորությունները ունենք։ Պետք է այդ բանջարեր ժողովրդի զավակները դառնանք, մեր նահատակներուն գդագը չմոռնանք։ Այսօր իրենք մեզ գհիշեցնեն, որ մենք բանջարեր պետք է մնանք եւ այդ բանջարությունը բոլոր մագարտակներու վրա։ Առաջին հերթին մենք մեր անձերեն, մեր դուներեն, մեր լեզուն բահելու, մեր ինքնությունը բահելու, մեր արժեքները բահելու, մեր սրբությունները բահելու, մեր ավանդությունները բահելու, բայց նաև չմոռնալու, որ մենք ճանապարհ ունենք, մեր իրավունքներ ունենք եւ այդ իրավունքներու հիշեցումը պիտի կատարենք, բայց այդ հիշեցումեն հետո բանջարեր պիտի մնանք եւ հադուցում պիտի բանջենք։ Այս սրբազանար, քանի մը դարի առաջ Արաղայ Արաքելական եկեղեցին վերը հարստացավ ասենք նոր դիսագարկումը, որ սրբատասման արարողությունը դիսագարկն էր, որ երբ ցեղասպանության զոհերը սրբատասվեցան, արդյոք այս փոփոխությունը, որ կատարվեցավ, այդ բանջարության հետ կապ ունեցող բաններ։ Տեսեք, երկար դարիներ անշուշտ վեհապար հայրապետներու կողմէ հանձնախումբը նշանակված էր եւ ես այդ հանձնախումբի նաեւ անդամ էի Գիլիգիո Կաթողիկոսության կողմէ իբրև ներկայացուցիչ։ Երկար դարիներ, 10 դարիներ մենք ժողովներ գումարեցինք, հանդիպումներ ունեցանք եւ այդ հանդիպումներու ընթացքին նաեւ ուսումնասիրեցինք թե մեր եկեղեցին ինչպիսի գաղտնագարկ ունի սրբատասման։ Եվ նաև ուսումնասիրեցինք այլ եկեղեցիներու գաղտնագարքերը սրբատասման։ Մեծ գաղտնագարքեր չկան։ Մենք որպես եկեղեցի հիմնական գաղտնագարք չենք ունեցած։ Մեր եկեղեցին սուրբեր ունեցած է եւ այդ սուրբեր եղած են եկեղեցվո Փարսաշիջան ղեկավարության գողմե եւ գամ ուղագի ժողովրդին գողմե ժողովուրդը ինքս սրբացած է եւ տեսած է այդ անցին ցանկը այդ անցին գողմե գդարած հրաշքը աստեցությունը իր շրջաբադին որ սովորական մարդու արարքեն վեր եւ քերիվեր նկատված արարքը այն ժամանակ սրբատասած են իսկ քալով մեր հայոց ցեղասպանության նահատակներու սրբատասման կապված անշուշտ հանձնախումբը իր բնականորեն ուսումնասիրությունը կատարեց բայց երկու վեհապար հայրապետները ամբողջ եպիսկոպոսական այսպես տասով եկան այն եզրակացության որ պետք է սրբատասենք մեր մեծ եղեն հայոց ցեղասպանության նահատակները անշուշտ երբ լսենք նահատակները այնտեղ նաև բնականորեն նկատի գառնվին մենք չենք կրնար որը մեկուն ասել թե անհավատ էր կամ հավատացյալ էր Քրիստոսի սիրուն եկեղեցու սիրուն հայության սիրուն նահատակված այս բոլորը քնության առարգա չդարձավ բայց բնականորեն երբ սրբատասված նահատակներ գսենք on նկատի ունենք անոնք որոնք իրապես այդ հավատքին համար այդ սիրուն համար
իրենց կյանքը դվին հանուն ընդհանրականին, հանուն հայության, հանուն հայ եկեղեցվո, հանուն քրիստոնեության։ Սրբազան հայր, մոտավորապես թարմ առաջ ասենք, Ավետիս Սահարոնյանը ասած է այսքան չարիք թե մորանան մեր որդիկ, թող ոչ աշխարհ հայուն գարտա նախադինք։ Այսօր դժբախտաբար մեր հայրենի բեդության կողմէ գոտնահարվին քիչարած ծեր հիշած at երամի հասնությունը, որ սպյուրք դարձուցած է, սպյուրքի մեջ հայ բահած է, որոնց մեկը ցեղասպանությունն է, մյուսը եկեղեցին, հոգեմտավոր արժեքները, ազգային խորհրդանիշները ցևում։ Այսօր նույնպես հալ գտեսնենք Հայաստանի մեջ թիմացությունը, որուն ղեկավարը եկեղեցական մնե։ Արդյոք որպես եկեղեցի, որպես եկեղեցվո մոդիկ ժողովուրդ հոտ, ինչ ունենք անելու այսօր, ինչ է ձեր կարծիքը այս բոլորին վերաբերյալ։ Ճշմարտաբար այսօր մենք գհանդիպենք երևույթներով, որոնք մեզի հարազատ չեն, մեր մտայնության, մեր գեցվածքին և մեր բայկարին։ Այնինչ որ այսօր գփորձեն, ազգային են, ազգային թիմակիցեն, հերացնել մեր ժողովրդի զավակները չեն հաջողիր։ Երբեմն դարբեր գարձիկներ գհնչեն, նույն իշխանության կողմէ երբեմն գարձիկ գհնչե, ուրիշ ժամանակ այդ գարձիկը կփոխվի, բայց ինչ ալլա եկեղեցին, եկեղեցականը մենք դերն ենք և դերը կմնանք մեր ժողովրդին, բահաբանն ենք և բահաբանը կմնանք մեր ժողովրդի զավակներուն, իրավունքներուն և վաղվան քոյության երաշխիքը ապահովելու մեծ դերակատարություն ունենք։ Եթե ղեկավար ենք, պիտի գիտնանք ճիշտ ղեկավարել, ճիշտ ցևով ուղղորդել մեր զավակները։ Հայրենիքի մեջ թե սպյուրքի մեջ, փառք Աստծո, մենք 110 տարիների վեր այս գիտակցությամբ շարժած ենք, միշտ ժամադրված ենք մեր նահատակներուն հետ և հիշեցուցած ենք մենք մեզ չմոռնալու մեր նահատակները, բայց նաև հիշեցուցած ենք ուրիշներուն և փառք Աստծո շատ մբեդություններ երախտաբար դենք իրենց, որ ընդունած են, բայց նաև սա չի նշանակեր, որ մենք պետք է հանգչած և խաղաղ մնանք, ոչ, այդ ոգին, եթե մերնի մեր մեջ, տեսլականը վաղվան վերադարձնելու, վերադիրանալու, նշանակե, որ մենք մեր ամբողջ տեսլականը գործունեացած ենք և մեր նպատակը գործունեացած ենք, ոչ, հայոց ցեղասպանությունը մեզի համար անարարգելի և սագարգելի նյութ չէ։ Հայոց ցեղասպանությունը այսօր մեզի համար բայկարի առիթ է, բանջարության առիթ է և հատուցման առիթ է։ Այդ ուղղությամբ է, որ պիտի բայկարենք մենք։ Հարաբերություններ մշակենք դրացիներուն հետ, մշակեցեք, թող մշակեն, ով թեմ է խաղաղության, ով թեմ է լավ դրացիական հարաբերություն մշակելու, բայց այն բարակային և քրիստոնեությունը գուկա հաստատելու, երբեմն կհարցնեն, քրիստոնեությունը ներողամտության դրոն է, պետք է ներենք, գներենք, բայց այն բարակային, երբ թիմացինը կխոստովանի իր սխալը, կսրբակրե իր սխալը և մենք կներենք և այն ադեն կշարունակենք մեր հարաբերությունները այդ գիտակցությամբ։ Սրբազան հայր, քանի եկեղեցական ծիրեններս խոսենք, այսօր որքանով Ղրիմյան հայրիկի երկաթե շերեփը ժամանակագից է։
Տեսեք, ես քիչ առաջ երբ որ ըսի այս գիտակից ոգին պետք է եւ եկեղեցականները մանավանդ այդ օրերուն Խրիմյան հայրիկեին, Քուշագյանեին, Կարեկին Հովսեփյանցեին, Վարժաբեդյանեին, ասոնք ոգի փոխանցեցին։ Այսօր եւս այդ նույն ոգին փոխանցելու թերի մեջ է եկեղեցին եւ գշարունակե Փառք Աստծո։ Եվ մեծիդան անգլիգիո կաթողիկոսությունը շարունակեց այդ ուղին, գիտակցական ուղին, բայկարի ուղին եւ գիտեք Արամվեապար հայրաբեդը իբրև Գիլիգիո Գաթողիկոս քահագալ Գիլիգիո Գաթողիկոսության թադը հանցնեց մասնակետ փաստաբաններու դարբեր երկիրները որբեսի զբաղին այդ հարցով Գիլիգիո Գաթողիկոսության թադը այսօր այդ թադը Թուրքիո դեղական թադարաններու մեջ պիտի քննվի որ մեծ եթե չուզեն քննել այն ժամանակ կերտա թեպի եվրոպական թադարան բայց ես չեմ ուզեր այդ մանրամասնություններու մեջ մտնել բայց ասել գուզեմ որ Գիլիգիո Գաթողիկոսությունը այդ գիտակցական ոգիով իր բայկարի առաքելությունը եւ դերը լալու մեր ժողովրդի իրավունքներուն ինքնուրույն թիմակիցի ասկային թիմակիցը պահպանելու իր առաքելության եւ ծառայական կյանքը կշարունակե եւ պիտի շարունակե Սրբազան ցեղասպանության ոգեգոճման 110 ամյակին սեմին ծեր խոսքը կանադահայության եւ ընդհանրապես մեր բոլոր ագընթիրներուն մենք չմոռնանք մեր ժամադրությունը ամեն տարի ժամադրության երթանք հարկենք ժամադրությունը մեր նահատակներուն հետ ըլլալու բայց ոչ միայն մեր նահատակներուն հետ ըլլալու այլ լսելու զիրենք որոնք մեզ գհիշեցնեն Ձեր լեզուն անաղարտ պահեցեք բատմության ուսումնասիրությունը չէ այլ բատմություն ապրեցեք անցյալեն թաս քաղելու ճանցեք ձեր բատմությունը բայց նաև մի մնաք դեղ քայլի մեջ նայեցեք դեպի առաջ քալեցեք այն բայկարի ուղիով որ մենք քալեցինք մեր արյունը դվինք բայց չմերանք մենք կանք մենք պիտի շարունակենք պիտի շադանանք եւ պիտի ապրենք հայորեն պիտի շնչենք հայորեն եւ դերը պիտի լանք մեր հայության ամեն տեսակի իրավունքներուն հոգեմտավոր արժեքներուն եւ սրբություններուն այս է մեր ուղին այս է ճանապարհը հայության այս է ճանապարհը ամմահական կյանքի հավերժական կյանքի շնորհակալություն սրբազան Խնդրեմ